Ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 196-րդ հոդվածի համաձայն Հայաստանի կարգավորող մարմինը հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ազգային ժողովի ներկայացնում իր գործունեության մասին տարեկան հաղորդումը։ Ամբողջ տվյալները հավաքված են այս գրքույկում, այնտեղ հաշվետվությունն է, մեր վերլուծությունները, թվերը և այդքան ժամանակը չի հերիքի ամբողջը ձեզ ներկայացնեմ և ես կփորձեմ խոսալ այն խնդիրների մասին, որոնց լուծումը անհրաժեշտ է տեսահոլովակական մեդիայի ոլորտում զարգացում ապավելու համար կամ այն խնդիրների մասին, որոնց լուծման ձգձգումը բերել է որոշ բացասական հետևանքների։ Տեսեք, բայց նախ խոսեմ ամենակարևոր երկու հոդվածների մասին։ Ես արդեն 7-րդ անգամ ելույթ եմ ունենում տարեկան հաղորդումը ներկայացնելով և 7-րդ անգամ պետք է կրկնեմ, որ Հայաստանում տեսահոլովակական մեդիան ազատ է և անկախ։ Ես ի նկատի ունեմ միայն այն տեսահոլովակական ծառայություն մատուցողները, որոնք գտնվում են մեր հանձնաժողովի կարգավորման ներքո։ Եվ ազատ և անկախ ասելով կարևոր նաև նկատառում ի նկատի ունեմ պետություն այդ մեդիաների փոխհարաբերությունները։ Եվ ևս մի կարևոր ավելացում հիմնվելով այն տեղեկատվության վրա, որը հասանելի է հանձնաժողովի համար։ Տարվա ընթացքում 2024 թվականի ընթացքում որևէ բողոք տեսահոլովակական ծառայություն մատուցողներից, այսինքն հեռուստատեսություններից, ռադիոընկերություններից, ցանցային օպերատորներից մենք որևէ բողոք չենք ստացել և տարվա վերջում մեր գրավոր դիմումին նույնիսկ որևէ բացասական պատասխան չի եղել։ Սակայն նորից կրկնեմ, սա վերաբերում է միայն պետություն, ԶԼՄ-ներ կամ իշխանության տարբեր ճյուղեր և քաղաքական ուժեր, ԶԼՄ-ներ հարաբերություններին, քանի որ հանձնաժողովը հնարավորություն չունի վերահասկել ԶԼՄ-ների սեփականատեր և ֆինանսավորող ուժեր հարաբերությունները, ապա այդ մասով մենք տեղեկատվության ազատության մասին որևէ տեղեկատվություն չունենք, չնայած ես կարծում եմ այնտեղ վիճակը շատ ավելի տխուր է։ Սա մեկ, երկրորդը, 7-րդ անգամ ես ելույթ եմ ունենում այս ամբիոնից և նորից պետք է կրկնեմ, որ կարգավորող մարմինը 2024 թվականին գործել է թափանցիկ, ազատ և հաշվետու հասարակության առջև։ Թափանցիկը և հաշվետուն ես կարծում եմ երևում է նույնիսկ անզեն աչքով, մենք շատ ակտիվ ենք և մեր կայքով, և հարցազրույցներով, և սոցիալական ցանցերում, ինչ վերաբերում է մեր անկախությանը, ապա այն առաջինը երաշխավորված է սահմանադրություն և օրենքներով, երկրորդը երաշխավորված է հանձնաժողովի կազմով և ոչ միայն այսօրվա կազմով, նույնը եղել է և 3 տարի առաջ, և 6, և 7, այսինքն այն ընթացքում, որ ես իրավասու եմ խոսել հանձնաժողովի անունից, և նաև պետք է նշեմ, որ գոնե այս բնագավառում մյուսների մասին իրավասու չեմ խոսել, իշխանությունները հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին և չեն խառնվում հանձնաժողովի գործունեությանը։ Իհարկե, այդպիսի փորձեր լինում են, դա նորմալ է, վեճեր լինում են, փորձեր լինում են կանխորոշել մեր որոշումները, սակայն կամ փափուկ կոնֆլիկտների կամ փոխհամաձայնեցված որոշումների արդյունքում նրանք որևէ արդյունքի չեն հասնում։ Այդ առումով հանձնաժողովը գործում է ազատ և անկախ։ Իսկ հիմա ես փորձեմ ներկայացնել այն խնդիրները, որոնց մասին շատ կարևոր եմ համարում հայտարարել ոչ միայն ձեզ, պատգամավորներին, այն նաև որպես հաշվետվություն ներկայացնել Հայաստանի հասարակությանը։
Տեսեք, մենք այսօր ապրում ենք հետ ճշմարտության միջավայրում, բոլորս դա շատ լավ գիտենք, երբ որ ավանդական մեդիայից տեղեկատվությունը ծորում է դեպի սոցիալական ցանցեր, դեպի համացանց, դա կրկնօրինակվում է ինչ-որ սունկ կայքերով, տարբեր էլեկտրոնային հարթակներով, դա եւ կայքերն են, եւ համացանցային հեռուստատեսությունն է, եւ տարբեր թվային հարթակներ են, եւ դրանց մի մասը գործում է արդեն արհեստական բանականության գործիքակազմի միջոցով։ Սա բավականին մեծ սպառնալիքներ է ստեղծում եւ Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, եւ մարդկանց հոգեվոր եւ ֆիզիկական առողջության համար, եւ սահմանափակում է Հայաստանի տեղեկատվական եւ լեզվական ինքնիշխանությունը։ Սա մենք պետք է արձանագրենք եւ ավելացնենք, որ մեդիա կարգավորող օրենսդրությունը չի հասցնում այս պայթյունային փոփոխությունների ետևից։ Ինչ մենք ունենք, ես փորձեմ կարդալ, որպեսզի ինչ պետք է անենք, որպեսզի այս խնդիրները լուծենք։ Առաջինը եւ ամենակարևորը։ Բոլոր մուլտիպլեքսում, ցանցային օպերատորների փաթեթներում, համացանցում հեռարձակողների օրենսդրական կարգավորման մեխանիզմները պետք է համահարթեցվեն։ Այսօր քիչ թե շատ արդյունավետ կարգավորման ենթակային միայն հայնարային մուլտիպլեքսի հեռուստաընկերությունները, ինչ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծում, իսկ ցանցային օպերատորների մոտ նվազագույն համացանցում հեռարձակվող լրատվամիջոցները որևէ եղանակով չեն կարգավորվում։ Եվ տեսեք ինչ է ստացվում, տեղյակ եք, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, քննարկել ենք, տարօրինակ է, որ կարգավորվում են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունները եւ FM տիրույթում լիցենզավորված մեր կողմից ռադիոկայանները։ Մնացած բոլոր տեսլասողական ծառայություն մատուցողները կամ գրեթե չեն կարգավորում կամ ընդհանրապես չեն կարգավորվում, բայց այսօր դա 20 տարի առաջ չի եւ Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը, տեղեկատվության ինֆորմացիայի մեծ մասը նրանք ստանում են ոչ թե ավանդական մեդիայի միջոցով, այն համացանցի միջոցով, որը կրկնում եմ չի կարգավորվում եւ արդեն դա զավեշտալի իրավիճակի է հասնում։ Երկրորդ տարօրինակ բանը, տեսեք, մասամբ կարգավորում են այն հեռուստածրագրերը, որոնք առկա են ցանցային օպերատորների փաթեթներում։ Ես կարծում եմ բոլորի մոտ կան գրեթե, խոշորագույն յուքոմից միջև փոքր մարզային կաբելային ցանցեր, որոնք ունեն ընդամենը 2 կամ 300 բաժանորդ, եւ այդ ցանցերում քիչ թե շատ կարգավորում են միայն հեղինակազորված հայկական արտադրության հեռուստածրագրերը, օրինակ Ազատությունը կամ Երկիր մեդիան։ Դրսի տեսլասողական ծառայություն մատուցողները, որոնք գնվում են դիստրիբյուտորների կողմից եւ վաճառվում են ցանցային օպերատորներին, նրանք որևէ կարգավորման ենթակա չեն։ Եվ հանձնաժողովը նույնիսկ իրավունք չունի արգելել իրենց գործունեությունը տուգանել կամ դիմել այլ պատժամիջոցների։ Եվ ստացվում է, որ հայկական ալիքները նրանք պահպանում են օրենքները, որտեղ կարգավորում են, իսկ դրսից ներխուժում են, ծորում են մեր տեղեկատվական ինքնիշխան հարթակներ, դուք շատ լավ գիտեք, եւ թշնամանքի խոսքը, եւ պատերազմի հրամուրը, եւ կրոնական ազգային խտրականությունը եւ այլն։ Սա շտկման կարիք ունի եւ օրինակ Եվրոպական Digital Act-ով, դիրեկտիվներով վաղուց արդեն իրենց պատասխանության, դաշտում բոլոր իրավունքները եւ պարտականությունները ցանցային եւ այսպես կոչված լիցենզավորված կազմակերպությունների իրավունքները եւ պարտականությունները համահարթեցված են։ Երկրորդ տարօրինակ բանը, եթե հայկական ծրագրերը պարտավոր են մուլտիպլեքսում հեռարձակվող անվճար հեռարձակվել կաբելային ցանցերում, ապա դրսի տեսալասողական ծրագրերը, որոնք նորից եմ կրկնում, որևէ պարտավորություն չեն կրում, իրանց համար կաբելային ցանցերը վճարում են։ Հայաստանում հայկական արտադրենքի համար որևէ վճար նախատեսված չի, դրսի օտարերկրյա այլ լեզուներով հաղորդումների համար
կաբելային ցանցերը վճարում են տարեկան 2-ից 2.5 միլիոն դոլար, որը Հայաստանից գնում է։ Սա երկրորդ, բաց թողումը, որը օրենսդրորեն պետք է շտկվի։ Երկրորդը եւ շատ կարևորը, խոսքը գնում է թվային հանրային մուլտիպլեքսի զարգացման մասին։ Դա դուք գիտեք, միայն մուլտիպլեքսն է Հայաստանում եւ Հայաստանը հաճախականությունների ավելցուկ չունի, որպեսզի Հայաստանում ստեղծվի երկրորդ մասնավոր մուլտիպլեքսը եւ դա կարգավորումա ոչ թե Հայաստանում, այն միջազգային նորմերով, կարգերով եւ այդ միակ մուլտիպլեքսը մեր կարծիքով, որը մենք արտահայտում ենք նաեւ մեր տարեկան հաղորդման մեջ, պետք է արտացոլի ինքնիշխան հանրօգուտ հարթակի բանաձևը, ինչպես նաև սահմանափակ պետական ռեսուրսի օգտագործման պետության ռազմավարությունը։ Վերջնական արդյունքը, ըստ մեր կարծիքի, պետք է լինի հեռուստածրագրերի լիակատար ապակ կուսակցականացումը, անաչառության, բազմակարության, լրագրողական էթիկայի կանոնների պահպանման, բովանդակության որակի ապահովումը, քաղաքացու տեղեկատվության ստանալու պահանջմունքի բավարարումը, Հայաստանի շահերի տեղեկատվական ուղեկցությունը երկրի ներսում եւ արտերկրում։ Եվ այդ առումով մենք հնչեցրել ենք արդեն մեր առաջարկը, որպեսզի մենք կարողանանք ստանալ որակյալ հեռուստաընկերություններ, որոնք կախված են նաև գովազդային շուկայից, մենք կարծում ենք, որ ժամանակն է քննարկնել սլոթերի քանակի կրճատումը, որպեսզի այն գովազդային դաշտը, որ այսօր կա, ինքը բաժանվի ավելի քիչ խաղացողների միջև։ Եվ այստեղ բավականին մենք լավ նորություն ունենք։ Ես առաջ անգամ հնչեցրեցի 2019 թվականին աջակցության հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին եւ ինչքան դուք գիտեք, երեք կառավարությունը ընդունեց այդ որոշումը, ստեղծվել է տեսլասովական մեդիայի հանրօգուտ հաղորդումների ստեղծման համար հիմնադրամ, որը ղեկավարելու է հոգաբարձուների խորհրդի կողմից եւ որը օգտագործվելու է Հայաստանում հանրօգուտ բովանդակություն ստեղծելու մասին։ Քաղաքական որևէ նպատակ չունի, դա տենդերի միջոցով բաժանվելու է բոլոր գործող հեռուստաընկերությունների միջով, որի շնորհիվ հեռուստաընկերությունները կարողանան ստեղծել հանրօգուտ բովանդակություն, հանրօգուտի տակ մենք նկատի ունենք մանկական, մշակութային, կրթական եւ սպորտային որակյալ հաղորդումներ, եւ սա համաշխարհային պրակտիկա է, մեր չափ եւ բնակչությամբ եւ տարածքով, այսպես ասեմ, Բալթյան երկրները եւ Լիտվան եւ Լատվիան 10-ից 15 միլիոն եվրո տարեկան ծախսում են հանրօգուտ հաղորդումներ ստեղծելու համար։ Սա երկրորդը։ Շատ կարևոր ենք համարում սեփականատերերի եւ ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, որի մասին շատ է խոսվում, բայց որևէ քայլ չի ձեռնարկվում եւ վերջերս ինչքան գիտեք Եվրոխորհրդի նախարարների կոմիտեի համապատասխան հանձնարարականը արդեն կա անդամ պետությունների եւ մենք հույս ունենք, որ դա խթան կհանդիսանա արագ համապատասխան օրենսդրական փաթեթի ընդունելու համար։ Մենք նայենք շատ ենք կարևորում ատելության խոսքի եւ ապատեղեկության դեմ պայքարի հստակ չափանիշների սահմանմամբ մենք հույս ունենք, որ այս տարի նորից եվրոպական դիրեկտիվներից ելնելով Հայաստանը կունենա ատելության խոսքի ի վերջո արդեն ազգային սահմանումը, որտեղ միջև հիմա մենք ստիպված ենք առաջնորդվել միայն միջազգային, փաստաթղթերով եւ պայմանագրերով եւ ունենալով մերը եւ իմպլեմենտացնելով դա օրենսդրության մեջ, մենք ավելի հստակ կարող ենք պայքարել այդ չարիքի դեմ, բայց այստեղ նորից եմ կրկնում, այդ պայքարը կլինի արդյունավետ, եթե լինի բոլոր խաղացողների իրավունքների եւ պարտավորությունների համահարթեցում։ Այսօր մենք կարողանում ենք, պատիժներ կիրառել, միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստա եւ ռադիոընկերությունների հանդեպ եւ դուք շատ լավ գիտեք, որ ատելությունը, չարությունը, բռնությունը դա ավելի շատ գեներացվում է համացանցում եւ շատ ժամանակ նաև կաբելային ցանցերում։ Մենք օրինակ այս տարի 2 վարույթ ունեցանք եւ երկուսներ կապված էր ազգային եւ կրոնական խտրականության վերաբերյալ, օրինակ Ասիայից եկող այստեղ աշխատողների, այսպես կոչված հնդիկների, միայն հնդիկներ չեն այնտեղ, ընդհանրապես այդ երկրների բնակիչների եւ
Հայաստանի ռադիոընկերություններից մեկը պատժվեց 500,000 դրանով միայն նրա համար, որ ինքը զբաղվում էր այդ ազգային խտրականությամբ, որը ցավոք, նաև դա ասեմ, մեր հասարակության մեջ նաև ինչ-որ բացասական արձագանքներ ստացավ, մարդկանց թվում է, մինչև հիմա երևի որոշ մասի համար, որ մենք ընտրյալ ազգ ենք, մյուսների մասին կարելի է ինչ ուզենանք խոսանք։ Սա երկուսը շատ կարևոր ենք համարում եւ այդ մասին մենք շատ ենք խոսում օտարերկրյա հեռուստածրագրերի հերարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում։ Բացառություններ միայն նրանք, որոնք հանրային բնույթ են կրում։ Շատ լավ գիտեք, մեր հատկապես նախանցյալ տարի այդ աղմուկը եղավ կապված ռուսաստանյան հեռուստաընկերությունների բովանդակության հետ եւ ես նորից եմ կրկնում այն միտքը, որ մենք չենք ունենա այդ լարվածությունը դրա պատճառով հայ-ռուսական հարաբերություններում, եթե ժամանակին քաղաքական կամք ունենայինք եւ իրենց որևէ հաճախականություն Հայաստանում չտայինք։ Եվ մի քանի օր առաջ հանձնաժողովում, երբ որ քննարկում էինք մեր տարեկան հաղորդումը, ես տեղեկացրեցի, որ նաև ֆրանսիական կողմն է ուզում, ցանկանում այստեղ մուլտիպլեքսում 1 կամ 2 սլոտ ունենալ, մենք որպեսզի հասկանալի լինի, մեր խնդիրը ոչ թե ռուսական ծրագրերի արգելափակումն է Հայաստանում, այն ընդհանրապես խիստ սահմանափակումը օտարերկրյա ծրագրերի, եւ այստեղ մի օրինակ բերեմ, երևի բոլորդ գիտեք աղմուկ էր հանել, երբ որ ARD հեռուստաընկերությունը ֆրանսիա-գերմանական Հարավային Կովկասի քարտեզը տպել էր առանց Հայաստանի մասնակցության, առանց Հայաստանի քարտեզի, որ օրինակ Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի նաև ARD-ն լինի մեր հանրային մուլտիպլեքսում, եւ հիմա պատկերացրեք ինչ տհաճություն կլներ եւ ինչ լարվածություն կստեղծեր մեր միջպետական հարաբերություններում, եթե մեր հանրային մուլտիպլեքսում, որը ստեղծված է հարկատուների փողերի հաշվին, Հայաստանը ներկայիս տարածաշրջանային քարտեզը ներկայացվեր առանց Հայաստանի, որպեսզի լարվածություն չլինի, որպեսզի մենք չդառնանք թաթերաբեմ տարբեր խաղացողների համար, որովհետև եթե մենք տվել ենք ռուսական կողմին, մեր դաշնակիցներ եւ եթե փորձենք տալ ֆրանսիացիներին, որը մեր համար դաշնակից էր եւ ապա մենք ստիպված կլինենք այդ հաճախականությունները տալ բոլոր մեր բարեկամ երկրներին, որոնք քիչ չեն։ Հարևան Իրանը, հարևան Վրաստանը, գլոբալ տերություն ԱՄՆ-ն, ինչու ոչ Հնդկաստանը, Չինաստանը, Հունաստանը եւ մենք կդառնանք իսկապես այդ միջպետական բախումների տեղեկատվական պատերազմների թաթերաբեն, այդ առումով մենք շատ ենք խնդրում, որպեսզի համապատասխան օրենսդրական փոփոխություններ լինեն եւ արգելվեն բոլոր օտար հեռուստածրագրերը, եթե նրանք մանկական մշակութային բնույթ չեն կրում եւ մի պայմանով, որ գոնե թարգմանվում են հայերեն լուսագրերով։ Ինչ կապված է ազատականացման հետ այդ շուկայի, ապա ձեզ կարող եմ ասել, որ մեր ցանցային օպերատորները այդ բազմազանությունը եւ լեզվական եւ տեղեկատվական ապահովում են։ Ես ձեզ այստեղ մի քանի թիվ բերեմ եւ այդպիսի դիսբալանսը մեր ուսումնասիրություններով միայն Հայաստանում է։ Տեսեք, ցանցային օպերատորների փաթաթներում ամբողջ, մենք ունենք մոտ 60 ցանցային օպերատոր, հեռարձակվում է մոտ 330 հեռուստածրագիր, որոնք գնվում են, մի մասը բերվում է դրսից, մի մասը արտադրվում է ստեղ փոքր մասը, եւ այդ 30 հեռուստածրագրերից միայն 72-ն են հայկական։ 164 հեռուստածրագրեր RD արտադրության են, Ռուսաստանի Դաշնության, 47-ը ԱՄՆ-ի, 16-ը ֆրանսիական եւ այսպես շարունակ ընդհանուր թվով 15 երկիր։ Այստեղ նաեւ նշեմ, տեսեք 16 ֆրանսիական ծրագիր մենք ունենք ցանցերում, այստեղ նրանք չներկայության բողոքելու որևէ առիթ չունեն։ Սա քանակն է հեռուստածրագրերի։ Այս հեռուստածրագրերի լեզուներն են 62 ծրագիր հայերեն, 231 ռուսերեն, 84 անգլերեն, 12 ֆրանսերեն եւ այլն ընդհանուր թվով 12 լեզու։ Այսինքն հայերեն լեզուն նույնիսկ
երկրորդ տեղը չէ, այն երրորդ տեղն է, եւ 62-ը հայերեն եւ 231-ը ռուսերեն համեմատությունը խոսում է շատ վատ տենդենսների մասին, որովհետեւ այն չի ապահովում, շատ կարևոր մեր մշակութային, կրթական, ինքնության, կրթության համար լեզվական անվտանգությունը Հայաստանում, ստեղ մենք եւս մտածելու տեղ ունենք։ Շատ կարևոր եմ համարում նաեւ խոսալ այն օրենքների մասին, որոնց ընդունումը ցավոք լավ նպատակներով ընդունումը շատ ժամանակ բերում է բացասական հետևանքների, մենք հանձնաժողովին նույնպես դրա մասին խոսել ենք, տեսեք, եւ Տիկին Բաթոյանին եմ ես ասել դա, բայց ուզում եմ այս թվերը բերեմ, որտեղ թվերը մենք նոր ենք ստացել, 2023 թվականից ընդունվեց օրենք, որով շատ լավ նպատակներով, շատ ճիշտ միգուցե, որով բոլոր հեռուստաընկերությունները մեկական լրատվական եւ մանկական հաղորդում օրվա մեջ եւ ամենալավ ժամերին պետք է ուղեկցվեն ոչ միայն լուսագրով, այլ նաեւ սուրդո թարգմանությամբ, գիտեք։ Եվ իհարկե շատ լավ էր, բայց դա բերեց նրան, որ եթե 2023 թվականին բոլոր հեռուստա ալիքները ցույց են տվել 183 մուլտֆիլմ, ապա 2024-ին ընդամենը 43 մուլտֆիլմ։ Ինչու՞, որտեվ շատ ժամանակ հեռուստաընկերությունները այդ գումարը չունեն, որպեսզի վարձեն մասնագետին, իսկ դա բավականին մեծ գումարները հատկապես մարզային հեռուստաընկերությունների համար, եւ բ այդպիսի մասնագետների պակաս կա։ Եվ մենք առաջարկել ենք եւ մշակույթի կրթության նախարարությանը եւ այստեղ էլ ենք առաջարկում, որպեսզի այսօր ինքը նորմալ գործի, այլ ոչ թե հեռուստաընկերությունները ընդհանրապես, մանկական հաղորդումները անեն եթերից, պետք է նախ կամ ֆինանսավորել այդ ֆինանսական ծախսերը, այսինքն փակել հեռուստաընկերությունների եւ պատրաստել նաեւ գոնե մարզային հեռուստաընկերությունների համար մեկ կամ երկու մասնագետ, որը կարողանա այդ գործառույթները անել։ Նույնիսկ Երևանում մենք հիշում ենք 2 տարի առաջ մասնագետը սուրդո թարգմանությամբ ձեռը ջարդել էր, իսկ իրանց մոտ աշխատանքային գործիքը ձեռքերն են, եւ երկու հեռուստաընկերություն 2 շաբաթ, որովհետեւ սուրդո թարգմանությամբ հաղորդում չէին կարող ցույց տային։ Տեսեք, մանր բանից ինչ է դուրս գալիս, Նույնը մենք ելի ենք գտնում, որ հանրային հեռուստաընկերությունը, որը կարևոր գործառույթ է անում, անկախ նրանից, որ շատ է քննադատվում եւ հաճախ արդար, այն պետք է լիովին ֆինանսավորվի բյուջեից, որպեսզի այդ գովազդային, այսպես ասած, բլիթը ինքը բաժանվի կոմերցիոն հեռուստաընկերությունների միջև։ Եվս մի կարևոր, որի մասին մենք խոսում ենք եւ որը շատ կարևոր է։ Եվ այստեղ, երբ որ խոսում ենք, որ իսկապես պետություն կամ իշխանություն եւ ԶԼՄ-ներ հարաբերությունները նրանք ազատ են, չեն խառնվում, բայց մի օրինակ բերեմ, որով էականորեն օրենք ընդունելով սահմանափակվեց հեռուստաընկերությունների ազատությունը։ Տեսեք, ընտրական օրենսգրքում, սահմանադրական օրենքում նորմ նախավերջինը կներեք, վերջինը այս ապրիլի 1-ից է եւ ցավոք չանվեց մեր բոլոր պնդումների հետևանքով էլի ոչինչ չարվեց, նորմ կա, որ ընտրությունների ժամանակ համապետական օրինակ բոլոր հեռուստաընկերությունները, բոլոր, այսինքն քանի որ համապետական են եւ հանրապետական ծածկույթի եւ մարզային եւ մայրաքաղաքային, նրանք պարտավոր են յուրաքանչյուր կուսակցության ընտրություններում մասնակցող տրամադրել 25 րոպե անվճար ժամանակ։ Եթե մենք վերցնում ենք մյուս տարի ընտրություններ են, հերթական ընտրությունների ժամանակ մոտ 30 թե 32 օր գնում է այդ ընտրական process-ը եւ մասնակցելու են զորօրինակ 8 կամ 10 քաղաքական ուժ, ամեն մի հեռուստաընկերություն 250 րոպե պետք է անվճար ժամանակ տրամադրի կուսակցություններին, այսինքն այն կոմերցիոն հեռուստաընկերությունները, որը տասնյակ պարտավորություններ ունեն պետության նկատմամբ, նրանք турքեր են տալի, նրանք հանրօգուտ հաղորդումները պետք է 20%-ի շեմը չիջեցնեն, նրանք հայերեն լեզվով հաղորդումներ պետք է տան, նրանք պետք է իրազեկեն հանրապետ 1000 մի բան, բոլորը չասեմ, նրանք նաև ֆինանսավորում են քաղաքական ուժերին։